Որքան ինֆորմացիան կա, նախահարցակ են եղել ուրեմն այդ թիկնապահներն են նախահարցակ եղել, այսինքն այնտեղ գոռոց է եղել, պահանջ է եղել, հրմշտոց է եղել եւ մարդիկ այդ խորքային այդ աղոթական վիճակից միանգամից այո, ինչպես ասում եք, վեր են թռել եւ հոգեֆիզիոլոգիական մակարդակում անգամ այդտեղ կարող են պաշտպանական շարժումներ ու պաշտպանական ռեակցիաներ լինեն։ Սա դա այդ տեսակետը, որ ես անպայման ուզում եի դա շեշտել, հնչեցնել։ Հիմա անցնելով ձեր բուն հարցին մյուս կողմինի, ինչ են ուզում։ Գիտեք, սա ակնհայտորեն սադրիչ գործողություն է, որովհետև եթե դու թեկուզ քո տիկնապաների հետ միասին ուզում ես գալ եւ մասնակցել պատարագին, ապա այդտեղ կա, գիտեք, նույնիսկ այսպես տարրական քաղաքավարական նորմեր, հա, տարրական սոցիալական նորմատիվ վարքի նորմաներ, հա, այսպես կանոններ գոյություն ունեն։ Գայր կանգներ այնտեղ, որտեղ ավելի հարմար էր։ Դու ինչ է պիտի այդ մարդկանց այսպես ճեղքելով անցնեիր, հատկապես երբ որ ուշացած էիր եկել։ Այո, ով ես դու, ինչով ես տարբերվում մյուս հավատացյալներից, եթե անգամ ենթադրենք, որ դու հավատացյալ ես, հա, եկել ես պատարագի մասնակցելու, ընդհակառակը, այդ եկեղեցու միջավայրը ինչ-որ մի յուրահատուկ համեստություն եւ չափավորություն է պահանջում։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։